Քիչ է մնում կախվի ՔՊԱ-կան պատգամավորը ընդդիմադիրների ելույթները լսելիս։ Նենց տեքստերով, նենց ելույթներ են ունենում, որ կարելի է գնալ կախվել ուղղակի այդ ելույթներից։ Խնդրում եմ, հորդորեք ձեր կողքը նստած, անմիջապես կողքը նստած քաղաքական դեմքին։ Ենթադրաբար Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթները նկատի ունի Լիլիթ Մինասյանը։ Արթուր Խաչատրյանը հայլուրի խնդրանքով արձագանքել է, որևէ ցանկություն չունի ազդելու Լիլիթ Մինասյանի ցանկությունների վրա։ Թող կպնասի իրենք քանի մարդու են անձնասպանության ու սպանության հասցրել։ Գլխավոր դատախազության վիճակագրությամբ Հայաստանում սպանության դեպքերը 2024-ին աճել են 14.5%-ով, թրաֆիքինգինը 89.5%-ով, թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը 111.4%-ով։ Եվ ի վերջո սրանք այն դեպքերն են, երբ որ ուղիղ խոսում հենց խոշտանգման փաստերի մասին, հենց իրավասու մարմինների հսկողության տակ գտնվող անձանց նկատմամբ։ Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին 10 տարում Հայաստանում խոշտանգման ավելի քան 800 հաղորդում է ստացվել։ Ավելի քան 700-ով քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց 600-ը նախաքննության փուլում մերժվել է։ Բազմաթիվ գործեր էլ դոփում են տեղում, նկատում են ընդդիմադիրները։ Սամվել Վարդանյանին խոշտանգելու, ծեծելու, նսեմացնելու նրա արժանապատվությունը բռնության ենթարկելու մասով այդ գործը ոչ տեղից չի շարժվում։ 1 տարի քննություն է գնում։ Սամվել Վարդանյանը 2024 թվականի ապրիլի 15-ին երթուղայինի մեջ վիճել էր արդեն նախկին ՔՊԱ-կան պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։ Նրան ձերբակալել էին, որոշել կեսգիշերին տեղափոխել ձերբակալվածների պահման վայր։ Քննչական վարչության շենքից 1-2 րոպե հեռավորության վրա Վարդանյանին ուղեկցող ոստիկանները հանկարծ որոշել էին միաժամանակ բնական կարիքները հոգալ։ Դիմակավորված անձիկ առիթից օգտվելով հարձակվել էին ձեռնաշղթաներով կապված Սամվելի վրա, ծեծել, նվաստացրել նրան։ Ոչ ոք դեռ չի պատժվել։ Մենք դեռևս չենք ստացել փորձաքննությունների եզրակացությունները։ Ես ունեմ լուսանկարներ, կարող եմ ձեզ ցույց տալ։ Ծնկաչոք վիճակում նսեմացրել են իրեն, տաբատը իջեցրել են, թքել են վրան, ծեծել են, խոշտանգել են, այսինքն դրա ինչը պիտի էլ փորձաքննվի։ Դրանք դատակենսաբանական, դատագենետիկ եւ դատահետքաբանական փորձաքննություններն են։ Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ գլխավոր դատախազը սխալ տեղեկություն է հայտնել։ Facebook-ում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ու հրապարակել փորձաքննության եզրակացության տիտղոսաթերթի լուսանկարը։ Այն 70 օր առաջ են ստացել։ Իրավապաշտպանները, ընդդիմադիր պատգամավորները պնդում են, Փաշինյանի կառավարած Հայաստանում արագ են քննվում միայն այն գործերը, որոնց դեպքում տուժողի կարգավիճակ ունեն իշխանականները։ Ես որպես որևէ այլ դեպքի մասին չհայտարարեմ, իմ հետ պատահած դեպքն է։ Ֆրանսիայի հրապարակում Ջոմարձյանի գլխավորությամբ կարմիր բերետների գործողությունները, ընդ որում թե նախաքննական մարմինը, քրեական վարույթ նախաձեռնած մարմինը մեր բողոքի իման վրա, թե դատախազությունը ոչինչ չտեսնելով, մենք բողոքարկեցինք դատարան, դատարանը բավարարեց, հետ ուղարկեց քննության ու վերջ։ Ասում են վկաներ չկա, նույնիսկ վկաներին ենք հայտնաբերել ներկայացրել։ Արցախցիների նկատմամբ ատելությունն է օր-օրի աճում, նկատում են ընդդիմադիր պատգամավորները, հարցնում, ինչու դա չի նկատում գլխավոր դատախազը։ Իմ կարծիքով չի կարելի ծննդավայրի հիմքով անձանց տարանջատել ու խտրականությունը հենց մենակ դրանով պայմանավորել։ Խտրականությունը։ Խտրականություն է։ Խտրականությունը, եթե խտրականություն է, ինչու է միայն ամիսների քաշքշուկից հետո արդարացվել վարչապետի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա տղամարդը։ 2024-ի հաշվետվությունը ազգային ժողով բերած գլխավոր դատախազին հարցերը շատ էին, նրա պատասխանները հիմնականում շրջանցող։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Արություն Մաթևոսյան, Հայլուր։